Շարունակում ենք մեր աշխատանքը, շարունակում ենք այն հարցազրույցով, տաղավարում մեր հյուրն է Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը։ Բարև ձեզ, պարոն Մելիքյան։ Բարև ձեզ։ Իջևան հատվածում ընթանում է Հայաստանի, Ադրբեջանների եւ Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումը, այդ հանձնաժողովի հանդիպումը սահմանի, սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերի։ Ինչ սպասելիքներ ունեք այդ աշխատանքից այդ պարոնների։ Առարկայական, այժմեական, այս ռոպեական արդյունքների սպասելը իմաստ չունի, որտեղ կա ավելի բարձր մակարդակի գործընթաց, որը վերաբերում է պետության ղեկավարների միջև երկխոսությանը եւ ինչ-ինչ մանրամասների փոխհամաձայնեցմանը, այդ համատեքստում այս հանձնաժողովի անդամների հանդիպումները պարզապես բանակցային գործընթացի կենթանի լինելու հարաբերական վկայությունն է։ Միգուցե ինչ-ինչ հատվածներում կոնկրետ ինչ-որ առարկայական արդյունքների հնարավոր է հասնել, ինչ-որ անվտանգային խնդիրներ լուծել, բայց ընդհանուր առմամբ այս հանդիպումները առայժմ հարց լուծելու ունակ չեն, պետք է լինի թերևս ընդհանուր համատեքստում փաստաթուղթ, որի համատեքստում էլ հանձնաժողովների աշխատանքը համատեղ կլինի արգասաբեր, միգուցե։ Ես ընդհանրապես չեմ հասկանում ինչ են այս մարդիկ անում, որովհետև ես պեսիմիզմով եմ նայում այս ամենին, որովհետև միջ այդ ինչ է խոսվել, հա, Բաքվի կողմից մեզ առաջարկ է արվել կնքել խաղաղության պայմանագիր, որտեղ չի լինելու դելիմիտացիա եւ դեմարկացիայի հարց, եւ հետո նոր, հա, այս process-ը մեկնարկի եւ ինչ որ տրամաբանական ավարտի հասցվի կամ ոչ։ Հիմա եթե եւ Հայաստանից եղավ պատասխան ազգային ժողովի նախագահի մակարդակով, որ մենք դեմ չենք դրան։ Հիմա եթե պայմանագիրը չի ստորագրվել եւ ես ոնց հասկանում եմ մոտ ապագայում, հա, տեսանելի ապագայում չի ստորագրվելու։ Այս հանձնաժողովը ինչով է զբաղված։ Բայց եկեք փաստենք նաեւ, որ այդ ամենից հետո այժմ հայկական կողմը կարծես առաջարկով է հանդես եկել, առաջարկում է ստորագրել փոխադարձ չարձակվելու պայմանագիր, իրանք էլ մերժել են եւ այդ ամենից հետո այս հանդիպումը տեղի է ունենում, այսինքն կա երկխոսություն, որը բացասական է, եւ կան այս կարգի հանդիպումներ, որոնք այդ երկխոսությանը կարծես ինչ-որ լրացուցիչ հիմք են տալիս կամ ցույց են տալիս, որ երկխոսությունը այս փոխադարձ մերժումներից անկախ այնուամենայնիվ հնարավոր է եւ շարունակվում է, այսինքն ընդհանուր առմամբ սա պատառոտված գործընթաց է, որտեղ բացի Հայաստանից եւ Ադրբեջանից աներևույթ կերպով ներկա է նաեւ այլ ուրեմն գործող դեմքեր, պետություններ, որոնք եւս իրենց շահերը ունեն, ուստի Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները նաեւ պետք է նկատի ունենան այդ երրորդ կողմերի ներկայությունը, նրանց շահերը, նրանց ընթացիկ պահանջները, նրանց միմյանց հետ ունեցած առերևույթ մրցակցությունը եւ տարածաշրջանում անկախ Հայաստանից եւ Ադրբեջանից նրանց առարկայական շահերի արկայությունն ու բախում։ Այդ երրորդ կողմերը շահագրգռված, որոնց մասին դուք նշում եք, ու արևմուտքը անընդհատ պնդում է, որ կան սկզբունքներ, որոնց հիման վրա պետք է լինի խաղաղության պայմանագիրը, սկզբունքներ, որոնք դրված են եղել բանակցային սեղանին Գրանադայում, որտեղ Ալիևը չգնաց, Տիկին Զախարովան այսօր ասաց, որ հարց տվեցին նրան, ուղղեցին ասուլիսի ժամանակ, ասացին, հարցրեցին, ինչ եք մտածում ես հայերի այս առաջարկների մասով, այդ չհարցակման պակտի մասով, ինքը պատասխանեց հետևյալ կերպ. կա 20-ից 22 թվական կնքված պայմանագրեր, պայմանավորվածություններ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ, մենք տեսնում ենք հարցի լուծում այդտեղ։ Արդյոք սա չի նշանակում, որ Ռուսաստանը մեծ հաշվով խաղաղությունում շահագրգռված չէ, որպեսզի տարածաշրջանում լինի եւ նրան ձեռնտու է այն նույն քաղաքական գիծը, որը եղել է մինչեւ 20 թվական, պահել կոնֆլիկտը հայ-ադրբեջանական արկախված վիճակում եւ այդ կոնֆլիկտի միջոցով ղեկավարել եւ Հայաստանին եւ Ադրբեջանին։ Կարող ենք սա տեսականորեն ընդունել,
առավել ևս որ այդ համաձայնություններից հիմնարարը 20 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն է երեք պետությունների ղեկավարների, որը ըստ էության չի կատարվել, ավելին ռուս խաղաղապահների ներկայությամբ տեղի ունեցել Ադրբեջանի հարձակումը Արցախի վրա եւ Արցախում հայ բնակչության էթնիկ զտումը, որին ներկային վկային ռուս խաղաղապահներ, որոնցից մի մասին սպանեցին վկաները, որոնք նաև սպանվեցին որպես վկա այս ընթացքում, ուրեմն եկեք ելնենք նրանից, որ կան գրավոր թե բանավոր պայմանավորվածություններ, որոնք չեն կատարվել այդ պայմանավորվածությունների մասնակիցների մեծ մասի կողմից։ Եվ այդ տեսանկյունից իհարկե մենք պետք է հասկանանք, որ թերևս Ռուսաստանի համար մեր տարածաշրջանում ոչ այնքան խաղաղության հաստատումն է, որքան իրենց ներկայության ապահովումը ռազմական առաջին հերթին եւ ռազմական ներկայության միջոցով նաեւ հետագայում քաղաքական, տնտեսական ներկայության ապահովությունը, գերակայության ապահովությունը եւ ելնենք հենց դրանից եւ Ադրբեջանի հետ հարաբերություններում պետք է հստակ տեսնենք, որ Ադրբեջանը հանդիսանում է մեծ հաշվով Մոսկվայի առավել վստահելի կամ կառավարելի դաշնակից գործիքը, որի միջոցով ասվում եւ արվում է այն, ինչը գուցե Մոսկվան ինքը չի ցանկանա ասել եւ անել։ Որքան դա կտևի դժվար է ասել, բայց ես կարծում եմ, որ առաջիկա 1-2 տարիների ընթացքում առնվազն Ռուսաստանի համար այս մոտեցումը, այս պահվածքը կարևոր է մնալու։ Որքան է դա մեզ համար անցանկալի լինի, բայց կարծես թե մեր հարևան տարածաշրջանում, մերձավոր արևելքում իրավիճակը շարունակում է թեժանալ, Հորդանանում այդ ահաբեկչական ակտեր երևի այդպես կարելի է դրսևորել, որակել 3 ամերիկացի զինվոր զոհվեց եւ այդ օրվանից ԱՄՆ-ի, Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ այսպես պիկիրովկա է գնում դիվանագիտական մեղադրանքներ են հնչեցնում եւ սպառնալիքներ։ Արդյոք կարելի է այսօր բացառել մեծ պատերազմի հավանականությունը, որի ուղիղ մասնակիցը ոչ թե արդեն պրոքսի, այլ ուղիղ բախումը Իրանի եւ, չգիտեմ, երևի Իսրայելի միջեւ։ Ոչ թե կարելի է բացառել, այլ պետք է ուղղակի տեսնել, որ այդ բախումը շրջանցել հնարավոր չի լինելու։ Միակ ճանապարհը, որը հնարավոր է, որ խաղաղ զարգացման հեռանկարապահովի, դա Իրանում իշխանափոխությունն է, այսինքն գերապետության անկումը կամ տապալումը կամ կամավոր հեռացումը իշխանությունից, որովհետև Իսրայելն իր դաշնակիցների հետ միասին, որոնց թվին են պատկանում մեծ հաշվով եւ Միացյալ Նահանգները, եւ Մեծ Բրիտանիան, եւ Ադրբեջանը, Իսրայելի համար Իրանի գերապետության տապալումը կենսական խնդիր է։ Նույնը Իրանի համար Իսրայել պետության ոչնչացումն է։ Երկուսի հավանականությունը շատ ցածր է։ Գերապետության անկումը ժամանակի հարց է։ Ավելի մեծ թվով կողմնակիցներ ունի, իրական կողմնակիցներ, շահագրգիռ կողմնակիցներ եւ այդ գերապետության տապալումը Միացյալ Նահանգների եւ դաշնակիցների համար այսօր առաջնահերթություն է, քանի որ այն գործընթացը, որ նրանք նախաձեռնել են Եվրասիայի դիմագծի վերափոխման առումով, պահանջում է հենց սա, որպեսզի նրանք կարողանան անցնել իրենց նպատակների իրականացման հաջորդ փուլին։ Միանգամից հարց է առաջանում, եթե իշխանափոխություն է լինում Իրանում, ինչ փոփոխություններ կարող են լինել տարածաշրջանում, եթե Իրանը դառնում է պրոամերիկյան երկիր, վերադառնում է իր այդ կարգավիճակին, որը ունեցել է մինչև 79 թվականը։ Դե այստեղ ամեն ինչ այդքան պարզ չէ, որովհետև Իրանի վերադարձը աշխարհիկ
կառավարման համակարգին պետք է ունենա համապատասխան նաև գաղափարախոսական հենք։ Մինչ իսլամական հեղափոխությունը այնտեղ Ռեզա Շահի Փեհլևիների դինաստիաներ կառավարում միապետություն էր, եւ այդ միապետության հենքով եւ արիականության գաղափարախոսությամբ, որտեղ Փեհլևիները Իրանը փորձեցին վերադարձնել Հաքեմենյան парքի դարաշրջանի այս գագաթնակետին։ Ուրեմն մի տարբերակ այն է, որ Փեհլևիների ժառանգներից որևէ մեկը գա Իրան եւ փորձի նույն հիմքով վերականգնել Իրանում միապետությունը։ Մի այլ տարբերակ է, որ կփորձեն դեմոկրատական իշխանություն հաստատել, բայց երկու դեպքում էլ կարծում եմ, որ անջատողական ազգայնական շարժումներ կծավալվեն Ադրբեջանում, իրանական քրդաբնակ համայնքներում, տարածքներում, արաբաբնակ տարածքներում եւ բելուջաբնակ տարածքներում առնվազն, այսինքն մենք տեսնում ենք արդեն 4 գոնե անջատողական կենտրոն, որոնք կարող են վերաձևել Իրանի պետական քարտեզը եւ ուստի ներկայիս իշխանությունները պետք է լուրջ Իրանում մտածեն, թե ինչպես անեն, որ պահպանեն, ապահովեն Իրանի առաջին հերթին տարածքային ամբողջականությունը, երկրի միասնականությունը եւ ինչ գնով։ Արդյոք սա նշանակում է, որ եթե այլ ընտրանք լինի միայն եւ միայն այաթոլլաների մնալը, հա, ջրի երեսին, ռեժիմի մնալը, սա նշանակում է, որ պատերազմը դառնում է անխուսափելի մեծ։ Ես կարծում եմ, որ մեծ պատերազմին գուցե աշխատեն չհասցնել եւ կարծես թե բոլորն են դա ուզում։ Եվ խնդիրը հանգեցնեն Իրանի ներսում պայթյունի։ Բայց դրա համար արտաքին գործոնները կարևոր դեր կկատարելու եւ կարող են ձգանի դեր կատարել ներքին պայթյունը ուրեմն բացազատելու համար։ Ես մնում եմ միայն շարունակել հետևել իրադարձություններին, շնորհակալ եմ ձեզ, պարոն Մելիքյան։ Ես եմ շնորհակալ։ Մեր հյուրն էր Արցախի հանրապետության նախկին արտգործնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը։